Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Իսրայելում Վրաստանի դեսպանության շենքի մոտ հրթիռ է ընկել, հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։ Նշվում է, որ շենքը չի տուժել եւ դեսպանությունը շարունակում է աշխատանքը հատուկ ռեժիմով։ Դեսպանությունից Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։ Իրանում Վրաստանի դեսպանությունն էլ հայտարարել է, որ ցամաքային ճանապարհով Իսլամական Հանրապետությունից կարելի է հեռանալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի տարածքով։ Նշվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի սահմանը հատելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։ Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում իրենց գործողությունները համաձայնեցնել Վրաստանի դեսպանության հետ, եթե նրանք ցանկանում են լքել Իրանը, անվտանգության ռիսկերը բացառելու համար։ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը հասարակությանը չի ներկայացնում, թե ում եւ ինչ ծավալով է ֆինանսավորել 2024 թվականի ընտրություններից առաջ եւ ում է ֆինանսավորում հիմա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Դիմել են բրիտանական ներկայացուցչություն, խնդրելով հրապարակել Վրաստանում հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման տվյալները, սակայն խախտելով միջազգային օգնության մասին Փարիզյան հռչակագիրը եւ Վրաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը, դեսպանությունը չի բացահայտում այդ տեղեկությունները վրացական հասարակության համար։ Պապուաշվիլու խոսքով այլ երկրում քարոզչության եւ ծայրահեղականության ֆինանսավորումը միջազգային իրավունքի խախտում է։ Ավելի վաղ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը հայտարարել է, որ ստիպված է չեղարկել պլանավորված դրամաշնորհային առաջարկները, որոնք ուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թափանցիկությանն ու մրցունակությանը աջակցելուն։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը արձագանքել էր դեսպանության հայտարարությանը, բրիտանական կողմին մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Վրաստանում օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են օտարերկրացիների իրավական կարգավիճակին եւ աշխատանքի տեղավորմանը, ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից։ Այդ ամսաթիվը նշված է խորհրդարան ներկայացված օրինագծերում։ Նախաձեռնության համաձայն Վրաստանում աշխատող բոլոր օտարերկրացիները պետք է անցնեն հաստատված ընթացակարգով եւ ստանան աշխատանքային կացության իրավունք։ Նախկինում նման պահանջ չկար։ Բացի այդ, Վրաստանում աշխատող կամ աշխատել ցանկացող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն գրանցվել աշխատանքային միգրացիայի էլեկտրոնային համակարգում, անցնել աշխատանքի թույլտվություն ստանալու ընթացակարգը։ Խախտումների համար կտուգանվեն եւ գործատուները եւ աշխատողները։ Ինքնազբաղված օտարերկրացիները նույնպես պարտավոր կլինեն ստանալ համապատասխան թույլտվություն։ Թուրքիայի նախագահը ելույթ ունենալով Արդարություն եւ զարգացում կուսակցության խմբակցության նիստին հայտարարել է, որ Իրանը ունի ինքնապաշտպանության իրավունք։ Ռեջեփ Էրդողանը միջազգային կազմակերպություններին եւ մի շարք երկրների մեղադրել է Իսրայելի գործողություններին լուռ աջակցելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք Գազայի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի եւ մեր հարևան Իրանի դեմ այս անմարդկային ագրեսիան դադարեցնելու համար, եւ մենք կշարունակենք դա անել համբերատար։ Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը շարունակվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կանխենք խոշոր աղետը, որը կարող է ազդել բոլորի վրա։ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի վրա ցանկացած հարձակում պատասխան կստանա։ Այսօրվա կրիտիկական իրավիճակում Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ համագործակցությունը տարածաշրջանային եւ գլոբալ հարցերում չափազանց կարեւոր է, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Նրա խոսքով երկու երկրին միավորում է համերաշխության անսասան ոգին, հավերժական եւ անփոփոխ եղբայրական կապերը։ Թուրք նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է ծավալում ամենատարբեր ոլորտներում, անձնակազմի փոխադարձ պատրաստությունից մինչև երկկողմ եւ բազմազգ զորավարժություններ։ Գյուլերի խոսքով այժմ մեծ հնարավորություն է բացվել Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Մենք ցանկանում ենք, որ այդ պատմական հնարավորությունն օգտագործվի եւ խաղաղության մշտական պայմանագիր ստորագրվի։ Այդուհանդերձ կայուն խաղաղություն ապահովելու համար մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի արդյունավետ, ավելի ուժեղ եւ ավելի զսպող։ Այս համատեքստում թուրքական եւ ադրբեջանական բանակների միջև սերտ համագործակցությունը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շարունակման համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաեւ ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովին։
Իսրայելն ու Իրանը արդեն 7-րդ օրն է հարվածներ են հասցնում միմյանց։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է տարբեր վայրերից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել, բնակչությանը հրահանգվել է ապաստարաններ մտնել։ Իրանական հրթիռակոծությունից էլ Իսրայելի հարավում հիվանդանոց է խոցվել, պատճառելով լուրջ վնասներ։ Թել Ավիվին եւ Իսրայելի կենտրոնական շրջաններին հասցված հարվածներից առնվազն 40 մարդ է վիրավորվել։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակել է երկաստիճան ծանր հեռահար Սեջիլ հրթիռներ։ Հակամարտության ֆոնին Թեհրանի բազմաթիվ բնակիչներ սկսել են հեռանալ մայրաքաղաքից։ Իրանում ինտերնետի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Ըստ պաշտոնական մեկնաբանության դա արվել է թույլ չտալու, որ թշնամին սպառնա քաղաքացիների կյանքին եւ սեփականությանը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Թեհրանին եւ Իրանում գտնվող այլ թիրախների նոր ավիահարվածներ հասցնելու մասին։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների եւ հրթիռների արտադրության վայրերի։ Թիրախավորվել է Արաքսի ծանր ջրով աշխատող ռեակտորը։ Ըստ իրանական կողմի ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։ Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է։ Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին հրամայել են ուժեղացնել Իրանում ռազմավարական թիրախների եւ Թեհրանում կառավարական օբյեկտների վրա հարձակումների ինտենսիվությունը։ Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության սրումը քննարկելու համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը փակ խորհրդակցություն է անցկացրել, որից մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Թրամփը հերթական անգամ շեշտել էր, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ես չեմ ցանկանում խառնվել, բայց 20 տարի, գուցե եւ ավելի երկար ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ նրանք մի քանի շաբաթից արդեն կունենային միջուկային զենք։ Թրամփը նաև ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որին նրա խոսքով կողմերը շատ մոտ էին։ Գուցե դա դեռ կարող է տեղի ունենալ։ Նրանք ցանկանում են գալ եւ տեսնել մեզ։ Նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել Սպիտակ տանը։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ այժմ նպատակը Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի հաստատումը չէ։ Մենք հրադադարի չենք ձգտում, մենք ձգտում ենք լիարժեք, բացարձակ հաղթանակի։ Եվ դուք գիտեք, որն է հաղթանակը, ոչ մի միջուկային զենք։ Իրանը բազմիցս հայտարարել է իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ է հետապնդում, Թեհրանը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հայտարարել է այդ մասին, հավելելով՝ Իրանի գործողությունները միայն ինքնապաշտպանական բնույթ են կրում։ Նույնիսկ մեր ժողովրդի դեմ ուղղված ամենադաժան ագրեսիայի պայմաններում Իրանն առայժմ հակահարված է տվել միայն իսրայելական վարչակարգին եւ ոչ թե նրանց, ովքեր օգնում եւ խրախուսում են նրան։ Արաղչին միևնույն ժամանակ շեշտել է, որ Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորմանը դիվանագիտական միջոցներով։ Հունիսի 20-ին Ժնևում նախատեսվում է Արաղչիի եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը։ Բանակցություններին կմասնակցի նաեւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Տեղեկությունը հաստատել են Իրանի արտգործնախարարությունից։ Ավելի վաղ Արաղչին հեռախոսային բանակցություններ է վարել եվրոպացի 3 նախարարի հետ։ Լրատվամիջոցների տվյալով նախարարների հանդիպմանը ուշադրության կենտրոնում կլինեն Իրանի միջուկային ծրագրի հնարավոր սահմանափակումները։ Իրան-Իսրայել լարվածության ֆոնին եվրոպական երկրներն ընդգծել են, որ չեն աջակցում Իրանում իշխանափոխությանը եւ հավանություն չեն տվել Իսրայելի հարվածներին, թեև ճանաչել են վերջինիս ինքնապաշտպանության իրավունքը։ Թեհրանը չի դիմել Մոսկվային Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին աջակցության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի ոլորտում, միաժամանակ վերացնելով անվտանգության հետ կապված Իսրայելի մտահոգությունները։ Մեր երկրների միջև վստահության մակարդակը բավական բարձր է։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ եւ կարող ենք ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Միևնույն ժամանակ կարելի է վերջ տալ Իսրայելի անվտանգության վերաբերյալ մտահոգություններին։ Պուտինը նշել է, որ առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ, սակայն որոշումը պետք է կայացնեն Իրանի եւ Իսրայելի իշխանությունները։ Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, Ռուսաստանը ավելի վաղ ավարտել է Իրանում Բուշեր ատոմակայանի շինարարությունը, որի նախագիծն ի սկզբանե իրականացվում էր գերմանական ընկերությունների կողմից։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Իսրայելը Ռուսաստանին խոստացել է ապահովել Բուշեր ատոմակայանում աշխատող ռուս մասնագետների անվտանգությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաք հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նախագահները Քահրամանմարաշում մասնակցել են ադրբեջանական թաղամաս համալիրի բացմանը, որը կառուցվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը Ադրբեջանն ընդունել է որպես սեփական ողբերգություն։ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին։ Այսօր իմ սիրելի եղբոր հետ ադրբեջանական թաղամասի բացմանը իմ մասնակցությունը եւս մեկ անգամ վկայում է մեր միասնության ու բարեկամության մասին։ Էրդողանն էլ նշել է, որ Ադրբեջանի աջակցությունը երբեք չի մոռացվի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Ռուս դիվանագետը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին, Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածքով Իրանից տարհանման հարցում օգնության համար։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապարծեր, այդ թվում իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել նաև Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Անանդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իրանից Կանադայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։ Բարթուի Հարությունյան, Հարևաններ։